Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նրանք գործակալ են, նրա եղբայրը ապացուցված գործակալ է, նա ինչ-որ KGB-ի սպայի կատարում է հանձնարարություններ, այդպիսի հայտարարությունները ես ուղղակի չեմ ընդունում, պետք է լինեն ապացույցներ։ Եթե այդ ապացույցները կան, դրանք պիտի ներկայացվեն եւ Գարեգին Երկրորդը արդեն ոչ թե որպես կաթողիկոս պատասխանի, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե խախտել է Հայաստանի Հանրապետության օրենքները, եթե խախտել է տնտեսվարության օրենքները, խոսում են ինչ-որ օլիգարխիկ սիստեմի մասին եկեղեցում, կրկնեմ, անձնական թեմաների մասին ես չեմ խոսում, ապա Գարեգին Երկրորդը, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները, հավասար է օրենքի առջև։ Խնդիրը այն է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի փաստեր ներկայացնի, ոչ թե ինչ-որ նկարահանումներ, որոնք անձնական կյանքին են վերաբերում, որը ճիշտ ասած ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ես դեմ եմ թիրախավորելուն մարդկանց ընտանիքը, անձնական կյանքը, այլ հարց է, որ եթե հոգևորականը ինքը բարոյական նորմեր է քարոզում, նա առավել բարձր պիտի լինի սովորական, կներեք, որ ես եմ ասում, աշխարհի կյանքով ապրող մարդից, բայց այդպիսի հայտարարությունները պետք է ունենան փաստական հիմքեր եւ ես հուսով եմ Նիկոլ Փաշինյանը, եթե այդպիսի լուրջ մեղադրանքներ ունի Գարեգին Երկրորդին, դա պիտի որևէ ապացույցով փաստի։